իսկով մեզ կներկայացնի ակցիայի նպատակը ինչն է, ինչի հետ է կապված։ Կներկայացնեք, բարև ձեզ, ես հրապարակ օրաթերթից եմ, ակցիան ինչ նպատակով է։ Հա դուք, բայց այստեղ եք, չէ, եւ գիտեք ինչ, ինչ-որ քրեական վարույթի համար եք եկել այստեղ։ Իսկ ինչին է առնչվում այդպես։ Որ սպանությունն է։ Բարև ձեզ, խնդրում, ես հրապարակ օրաթերթից եմ, կներկայացնեք այստեղ։ Ինչ խնդրում է տեղի ունեցել, եւ մենք պահանջում ենք արդարություն։ Երբ որտեղ։ Արաբիմար Արտաշատ քաղաքում 24 թվականի նոյեմբեր ամսին երկկողմանի մահ են ունեցել եւ ասենք մեր կողմից եւ հակառակ կողմից իհարկե։ Ինչպես է, ինչով են սպանել, զենքով։ Իսկ ինչ պատճառով։ Ինչ-որ մի հատ պատճառ է եղել, դրիվ, որի արդյունքը եղել է սպանություն 15 տարեկան տղա երեխա եւ 46 տարեկան եղբայրը։ 46 տարեկանը սպանել է 10։ 46 տարեկանը չի սպանել։ Երկուսին էլ սպանել են տղայի 15 տարեկան տղայի կողմից ծնողը երևի թե մտածելով որ մեր կողմից ինչ որ մեկին են կրակում, բայց խփում դանակով մեզ այդպես է թվում ամեն դեպքում։ Հիմա ովքեր են մահացել, սպանվել։ Հայրս եւ 15 տարեկան երիտասարդը, որ ցավալի է շատ երկուսի մահնել, ոչ միայն։ Իսկ ով է երեխային սպանել։ Մեզ թվում է ծնողը, մտածելով որ մեր կողմից ինչ որ մեկին է սպանել։ Մութ է եղել, չի տեսել։ Բայց ծնողը իր երեխային է սպանել, այսինքն եղել չի տեսել։ Շատ խելոք է եղել, իսկ քրեական վարույթը ինչպես է նախաձեռնված, ով է պատասխանատու։ Դե հիմա մենք պահանջում ենք արդարություն։ Իսկ ծնողը ազատության մեջ է թե։ Ոչ, ծնողը ազատության մեջ չէ, ծնողը ինքը խոստովանել է, որ ինքն է կրակել մեր եղբորուս վրա, բայց մնացածում մենք չգիտենք, մենք ենթադրում ենք, քանի որ մեր կողմից ոչ մեկը երեխայի ձեռ չի բերել, բայց անհիմն ցուցմունքների վրա, որտեղից որտեղ մահից մի ամիս հետո որոշել է, որ ինչ որ մեկը որ տեղում չի եղել, բացակայել է, բայց որոշել է, որ ցուցմունքը գիտա, եւ այդ անհիմն ցուցմունքների հիման վրա մենք հիմա պահանջում ենք արդարություն։ Ով է երեխային սպանելու համար կալանավորված։ Ձեր ազգականն է, ենթադրում եմ։ Մյուս եղբայրս տղան։ Ինքը վայրում չի եղել սպանության։ Եղել է, բայց չի եղել սպանել։ Իսկ ինչ ապացույցների հիման վրա է կալանքի տվել։ Չէ, դատարանը ինչ ապացույցների հիման վրա է կալանավորել։ Դատարանը պարզապես որոշել է նշել, այդպես էլ ձերբակալ։ Իրեն են մեղադրում երեխային։ Որովհետև մի ամիս հետո ինչ որ մի տատիկ կոչված, որը տեղում չի եղել, մուքա տվել։ Երեխայի տատիկը։ Երեխայի տատիկը, որը որ կարա ամեն ինչ էլ ասի, վստի տատիկ կարա ամեն ինչ ասի, որը տեղում չի եղել։ 3-4 զենք են կիրառել սպանության դեպքում, բայց դատապարտվել է։ Քննիչը բացարձակապես դրանց մասին ոչ մի խոսք չի գնում։ Դատապարտվել է ձեր եղբոր տղան, չէ՞ ասացիք։ Վճիռը կա։ Ոչ չկա դատապարտել, բայց ձերբակալված։ Կալանավորված է։ Կալանավորված է, այո։ Լավ, շնորհակալ եմ շատ։